Հարգելի գործընկերներ, սիրով ողջունում եմ բոլորին, շնորհակալություն ներկայացման համար, ես մինչև նախագծով նախատեսված օրակարգի 18 հարցը ընթերցել եմ, ես ուզում եմ ներկայացնել ևս մի հրատապ հարց, որը որ այս ընթացքում ներառվել եւ կխնդրեմ ձեր քննարկմանը մտցնում ենք օրակարգ թե ոչ։ Ճիշտ ներկայացրին Տեր-Ապրեսյան, առաջինը ներկայացնեմ օրակարգի հրատապ հարցը, ուրեմն որպես հրատապ հարց այդպիսին, հիմք ընդունելով տեղական ինքնակառավարման մասին օրենքի 13-րդ հատվածի 10-րդ եւ 12-րդ մասերը եւ հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը համայնքի ավականու որոշում է։ Բերդ համայնքի ավականու 24 դեկտեմբերի 2025 թվականի 177 որոշման 5-րդ կետը խմբագրել հետևյալ բովանդակությամբ։ Նախագիծ, առաջարկ, նախագծում հաղթող ճանաչել ՀՀ կառավարության 0211 2023 թվի 1890N եւ 190226 թվականի 177 որոշումներով սահմանված կարգերին համապատասխան։ Որոշումը ուժի մեջ մտնում ընդհանուր օրվանից։ Այս ինչ որոշում է։ Երկու ներկայացնում Տեր-Ապրեսյան։ 25 թվականի դեկտեմբերի 24-ին մասնակցային բյուջետավորման այդ մասին օրենքի մեջ փոփոխություն կատարվել, այնտեղ մենք 5-րդ կետում նշել ենք, որ մրցույթը կայացած է համարվում, եթե մասնակցել են դրողների իրավունք ունեցողների, ասենք, առնվազն 1%, բայց կառավարության փոփոխություն կատարվել այդ որոշման մեջ 23 թվականի նոյեմբերի 2-ի որոշման մեջ 26 թվականի փետրվարի 19-ին այդ որոշումը կատարվել փոփոխություններով, որտեղ նշված է, որ ասենք գյուղական համայնքներում, այսինքն մինչև 5000 բնակիչ ունեցողների մինչև 2%-ը քվեարկած, իսկ քաղաքային բնակչությունը 5000 բնակիչ ունեցողների խոսքը վերաբերում է ոչ թե մենակ քվեարկության փոփոխություններին, այլ առհասարակական որոշման մեջ, մենք նախորդ որոշման մեջ մասնակցային բյուջետավորման մասնակցելու թույլտվությունը հետ մեկտեղ 5-րդ կետով նշել էինք, որ հաղթող ճանաչել ընդամենը քվեարկության այսիշ պահանջը հաշվի առնելու։ Այդ 5-րդ կետը առհասարակ փոխարինում է, որ ամբողջ կարգը հաշվի առնելով հաղթող ճանաչել, այսինքն դա սկզբնական հանրային լսումներից մինչև վերջնական արդյունքների ամփոփումը, նաև 26 թվականին արդեն մեր ավականու որոշումից հետո կառավարության որոշում եղավ կարգի որոշակի փոփոխության, նաև այս որոշմամբ մենք ամբողջական կլինի այդ կարգը ընդունելուց հետո 26 թվականի կուղարկենք արդեն կառավարության լիազորմանի հաստատման։ Շատ լավ։ Հիմա ովքեր են համաձայն, որ այս նշված հարցը մտնի օրակարգ։ Օրակարգ մտցնելու համար եք քվեարկում։ Այո։ Դեմ, ձեռնպահ, շարունակեցինք եւ այսպես ուրեմն սա կլինի առաջինը թե վերջին հարցը։ Վերջինը շատ լավ։ Հայաստանի Հանրապետության եւ ներկայացնեմ նախագիծեր։ Տավուշի մարզի Բերդհամայնքի ավականու 2026 թվականի մարտի 12-ի 7-րդ նստաշրջանի հերթական նիստի օրակարգը։ Առաջին, Տավուշի մարզի Բերդհամայնքի ավականու 2025 թվականի նոյեմբերի 13-ի Տավուշի մարզի Բերդհամայնքի 2026 թվականի տեղական բյուջեն հաստատելու մասին 135N որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին։ Երկրորդ, Տավուշի մարզի Բերդհամայնքի բնակիչների անվան գրանց շարժական գույքի հարկի արտոնություն տրամադրելու մասին։ Երրորդը, Բերդհամայնքի խնամակալության եւ հոգաբարձության մարմնի գիծ խնամակալություն եւ հոգեբարձության վարչական հարցերով եւ բնակարանային հարցերով հանձնաժողովներում փոփոխությունները եւ լրացումները հաստատելու մասին։ Չորրորդը, Տավուշի մարզի սահմանամերձ Բերդհամայնքի Այգեձոր, Արծվաբերդ, Մուսեզգերտ, Չինարի, Չորաթան, Բառավաքարվերին, Կարմիր աղբյուր, Ներքին Կարմիր աղբյուր, Այգեպար բնակավայրերի մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող եւ հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող գյուղատնտեսական նշանակության եւ բնակավայրերի բնակելի կառուցապատման
հողատարածքների եւ դրանց բարելավումների անշարժ գույքի սեփականատերերի ցուցակները հաստատելու մասին։ 5-րդը Տավուշի մարզի Բերդհամայնքի Այգեպար բնակավայրի երկրորդ փողոցը Սեդրակ Ուդումյանի անունով անվանակոչելու մասին։ 6-րդը Գյուղատնտեսական նշանակության 11-038-11-01-58-0002 ծածկագրով 0.50 հեկտար մակերեսով վարելահողամրցութային կարգով վարձակալությամբ տրամադրելու մասին։ 7-րդը Գյուղատնտեսական նշանակության 11-038-01-58-0003 ծածկագրով 0.30 հեկտար մակերեսով վարելահողամրցութային կարգով վարձակալությամբ տրամադրելու մասին։ 8-րդ Բնակավայրերի բնակելի կառուցապատման 0.24 հեկտար մակերեսով 11-010-0025-0070 ծածկագրով հողամասն աճուրդով օտարելու մասին։ 9-րդ Բնակավայրերի բնակելի կառուցապատման 0.08 հեկտար մակերեսով 11-010-0374-0024 ծածկագրով հողամասն աճուրդով օտարելու մասին։ 10-րդ Բնակավայրերի բնակելի կառուցապատման 0.07 հեկտար մակերեսով 11-010-0374-0025 ծածկագրով հողամասն աճուրդով օտարելու մասին։ 11-րդ Բնակավայրերի բնակելի կառուցապատման 0.07 հեկտար մակերեսով 11-010-0374-0026 ծածկագրով հողամասն աճուրդով օտարելու մասին։ 12-րդ Բնակավայրերի բնակելի կառուցապատման 0.09 հեկտար մակերեսով 11-010-0374-0028 ծածկագրով հողամասն աճուրդով օտարելու մասին։ 13-րդ Բնակավայրերի բնակելի կառուցապատման 0.0990 հեկտար մակերեսով 11-010-0374-0029 ծածկագրով հողամասն աճուրդով օտարելու մասին։ Հաջորդը Բնակավայրերի բնակելի կառուցապատման 0.07 հեկտար մակերեսով 11-010-0374-0027 ծածկագրով հողամասն աճուրդով օտարելու մասին։ Հայ-Փոստ ՓՊ-ին անհատույց օգտագործման իրավունքով տարածք տրամադրելու մասին, Վասպուր Գագիկի Եսանին վարձակալությամբ տարածք տրամադրելու մասին, Ծիլիծով տեղական ակտիվ խմբի տարածքային զարգացման հասարակական կազմակերպության տարածքում Բերդհամայնքի Նավուր, Իծակար, Չինչին, Վարագավառ, Պառավաքար եւ Ծաղկավան բնակավայրերը ներառելու մասին եւ Տավուշի մարզի եւ հաջորդ հրատապ հարցը մասնակցային բյուջետավորման 18-րդը եւ 19-րդը Տավուշի մարզի Բերդհամայնքի ավականու 7-րդ նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին։ Եվ այսպես ովքեր են համաձայն այս հարցերով աշխատելու, ով դեմ ձեռնպահ չունենք, շարունակեցինք եւ առաջի հարցի համար խոսքը տրվում է Ավալյանի։ Ուրեմն առաջի հարցը վերաբերում է Բերդհամայնքի եկամուտների բյուջեին, 26 թվականի բյուջեի եկամուտների ծախսային մասերում փոփոխություն կատարելու։ Ուրեմն կառավարվել օտարական ինքնակառավարման մասին օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետով եւ Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին օրենքի 32-րդ հոդվածի 33-րդ հոդվածի 3-րդ մասով ուրեմն Բերդհամայնքի 26 թվականի բյուջեի եկամուտային ծախսային մասերում կատարել հետևյալ փոփոխությունները։ Համաձայն կառավարության 15-021 թվականի թիվ 11-69N եւ 25-11-25 թվականի թիվ 19-10N որոշման, ինչպես նաեւ ՕԵ եւ Տավուշի մարզպետների աշխատակազմի Բերդհամայնքապետարանի միջև 09-02-26 թվականի կնքված թիվ 3 սուբվենցիայի հատկացման թիվ ԴՄ բետ 26 թվականի եւ թիվես իր դրամաշնորհների, ինչպես նաեւ Հայ ողջունության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի եւ Բերդհամայնքի ապետարանի միջև 17-02-26 թվականի կնքված պայմանագրերի համայնքի բյուջեի եկամտային մասն ավելացնել է։ Ուրեմն երաշտական եւ արվեստի դպրոցներում ազգային եւ լարային տողային նվագարանների գծով տարեկան թվով 7 աշակերտի համար ուսուցման ծախսերի փոխհատուցման նպատակով 1,925,200 դրամ արտադրոցական հաստատություններով դասավանդող մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման մանկավարժական աշխատողների հրավճար վճարելու նպատակով 1,924,400 դրամ G 1.5-5 տարեկան երեխաներին առանձնահատուկ պայմաններ ապահովելու համար
10 միլիոն 133,534 դրամ, դա մինչև 6 տարեկան թվով 814 երեխայի բարձրորակ սննդով ապահովելու համար 6 միլիոն դրամ, ուրեմն երկրորդը ունեցել են փողի վտարում 16 միլիոն դրամի և պահուստային ֆոնդից հատկացում 30 միլիոն 200,500 դրամ։ Եթե հարցեր կան, Այս ոչ ինչ է, այդ արտադրության ինչ հաստատություններ ունեք։ Այս ուրեմն մեր երաշտականը վերևինն է, ներքևին է։ Բան։ Արվեստի էլի երաշտական արվեստի դպրոցն է, ուրեմն մեկ էլ մեր մարզադպրոցում 200 որակավորում անցած ուսուցիչ նրանց հավելավճարը ասենք կառավարության կողմից տրվում, դրամաշնորհի ձևով է տրվում, ասենք էդ է։ Իսկ բարձրորակ սնունդը ո՞րն է։ Այս ուրեմն հայ օգնության ֆոնդը ինչ որ օգնություն է տալի պայմանագիր է կնքրում հայ օգնության ֆոնդը 6 միլիոն ամեն տարի ասենք 6 միլիոն դրամ գումար է ներ ցուցակային ուղարկում ինչ որտեղ ասենք նախադպրոցական հիմնարկներին է տրվում մեկ էլ այս տարի Իծակարի դպրոցին էլ ադրվել է, հիամես տրվել Իծակարի դպրոցին։ Միջև իմանանք, որ ծնունդը տվել են բարձրորակ չի եղել, որակական նշել են Եթե չկա քննարկումներ, խնդրում քվեարկենք, ովքեր են կողմ։ Դեմ ձեռնպահ շարունակեցին։ Տավուշի մարզի Բերդ համայնքի բնակիչների անվան վրանցված շարժական գույքի հարկի աշտոնություն տրամադրելու մասին, ուրեմն Բերդ համայնքի տարբեր բնակավայրերի բնակիչներ ճիշտ ասած երևի մի բնակիչ այս վերաբերում է մի բնակչի, ուրեմն շարժական գույքով առաջացած պատկերը դիմել է և խնդրել զեղչել առաջացած տուժերը, հավարվելով հարկային օրենսգրքի 233 հոդված 3 մասով և 245 հոդված 2 մասով և կառավարության 12 թվականի հունիսի 22-ի 521 որոշմամբ հաստատված կարգի 3 մասի առաջին կետով 5-8 մասերի կանոններով և 200 յուրո վերակից առաջացած ապարքների մասին 2804-12 թվականի հորովայքով համայնքի հավաքարում որոշման ներկայացնում Տավուշի մարզի Բերդի համայնքապետարան դիմաց բնակիչների անվան վրանցված շարժական գույքի հարկերի գծում տրամադրել արտոնություններ համաձայն հավելված 1-ի հավելված 1-ում ընկերներ ունեն մի հատ ուրեմն Դավիթ Հովիկի Աթոյանին գյուղնավաշեն անվան վրանցված 21-21 213 նախնիշի փոխադրամիջոցի գույք հարկ գծով կատարել զեղչ առաջացած տուժի 31,084 դրամի չափով ուրեմն այս մարդը մոտավորապես 96,000 դրամ գումար ամուծել ճավել ու խնդրել որ իրան այդ մեքենայի գծով տուժը զեղչել կնամ քվեարկել Ովքեր են կողմ։ Դեմ ընկերներ կերավանա չեք քվեարկել։ Ես ձեռնպահ Տարլամինիկա։ Ձեռնպահ Ես ձեռնպահ Շնորհակալություն հաջորդը Ես համայնքի համակարգային փոխաբարձան նորմից համակարգային փոխաբարձան վարչական հաստատությունների համակարգների փոփոխություններ եւ ռազմները հաստատելու մասին։ Ինչ ընդունելով եւ ղեկավարելով Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 109 հոդվածի 2 մասով իրավական ակտերի մասին Հայաստանի Հանրապետության վարչական հեղափոխությունների Կառավարության դրոշին որոշում
Վերջնամարտի նամակացության եւ փոխաբացության նամակացության եւ փոխաբացության Բարձրս հանձնաժողովի իդեալական համաձայն հավելված ներքի։ Անհրաժեշտություն ելնելով հավելվածներում հանձնաժողովի կազմում ընդգրկել է ներգրավվածության Վիդա հայրապետության անունը։ Փոփոխությունը դա է, Աննա։ Այո, ավելացնում ենք Վիդա հայրապետության իսկ ոստիկանության կողմից նշություն իսկ ոստիկանությունից ներառված Շարակաշին սամբաժի գլխավոր մասնագետ Դավիթ Սողոմոնյանի Իրար հետ է Շոկ երկում։ ովքեր են կողմ դեմ ձեռնպահ ոստիկանությունից գրոհություն չեն ստացել հաջորդը խնդրեմ Հայը դավուչի մարզի սահմանամեջ պետհամայնքի այգեզոր վարդացնացես և չինայի շորական պարավակար վերին կարմիրախտիր, ներքին կարմիրախտիր, այգեպար հնակավարների մարտական գործողությունների հետևանքով գործագործող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող գյուղատնտեսական նշանակության և բնակավայրերի բնակելի կառուցապատման հողատարածքների և կամ դրանց զարևարումների անշարժ ձգի սեփականատերերի ցուցակները հաստատելու մասին։ Ղեկավարվելով ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի 1444 որոշմամբ ձեր հաստատման մեջ ներկայացնում ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Վերթամայնքի Այգեձոր, Ածվաբերդ, Մոսեսգեղ, Չինարի, Չորաթան, Պարավաքար, Վերին Կարմիրախտիր, Ներքին Կարմիրախտիր, Այգեպար բնակավայրերի մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող գյուղատնտեսական նշանակության և բնակավայրերի բնակելի կառուցապատման հողատարածքների և կամ դրանց զարևարումների անշարժ ձգի սեփականատերերի ցուցակները։ Ամեն տարի սա քննարկվում է։ Ամենամյա սկզբունքը դրյալ տարվա առաջին եռամսյակում պետք է հաստատվի ավարտանի կողմից։ Խոսքը վերաբերում է 36 միլիոն 700,000 Բարվող մի անգամա փոխանցում ովքեր են կողմ դեմ ձեռնպահ հնակեցին Երորդ հարցը Տավուշի մարզի Վերթամայնքի Այգեպար բնակավայրի երկրորդ փողոցի Սետ Ռախուդիմյան անվանումով անվանակոչելու մասին Տավուշի տալ համաձայնություն Տավուշի մարզ Վերթամայնք Այգեպար բնակավայրի երկրորդ փողոց անվանակոչել Սետ Ռախուդիմյանի անունով հաշվի առնելով որ հարցը ընդգրկվել է համայնքի ղեկավարի առաջարկությամբ ընդունում եմ ինքը հարցը ներկայացնել ղեկավարն էլ այգեպարցի է Հավասարովի ներկայացուցիչների երևակի կարող է հիշել խաղացողանքերի Այգեպարի և ծխամոտի գործարի հիմնադրման մասնակիցը և ամբողջովին գին գործարի հիմնադրման մեր մասնակիցեն երկար տարիներ զբաղեցրել պաշտոն Այգեպարի մշակույթի դումն այն ժամանակ սարքվել խոսքով բավականին նրանց գործ ուներ մարդին մենք 40 հոգով նախաձեռնություն ենք ստեղծել ներկայացրել համայնքին բոլոր փաստաթղթերը ընդունում եմ ձեր կամանությունը փոխոցի աշխատանքների համաձայնություններ կա էլի 40 հոգով նախաձեռնություն ենք Ես անվանական քաչային ուսում եմ քրիստիկյան։ Այդ նախաձեռնությունը ինքն ստորագրել են, իրենք մասնակցել են բոլորը։ Մասն բնակչության языки կորիք չկա դե։ Ստումա ճակեպար ես 300 մարդ 15% մասնակցման նախաձեռնությունը դարձել համայն։ Զչուրնակ դուզում նախադեպ ունենք, եւ մենք փոխել անունը չստացվեց։ Դրի մասին մի ուզանաց է Որեք իմասի չեմ քսուժով դեռ խոսում բակի արգիպացու։ Այգեպարը սավալի չմասն։ Չէ, բոլորը 300-ը չեն քցել։ Բախի, կարելի է ստացել։ Ավելի Ոնց է պատկերացնում։
Մոտը դժվար։ Բայց կոնկուրսը խիմ կարող հանրային հասման եթե Ասում 40 դիժուզիան տոշնի, Իհարկե չէ։ Չէ, դա ես մարդու չեմ վարժում, կապից մարդու մասին չեմ խոսում։ Ես չեմ ասում, ես ինքնուրույն այդ դատորս բացանում։ Դա նորմալ է, ոնց է հարց է տալու, ընթացվում ինչ կա։ Օրենքի ոնց է ավականուց հետո է հանրային լսումը թե միջև դա։ Ես ուզում եմ գիտեմ, մարդ եթե մահացած է, ու հանրային լսում չկա։ Կամ Ինչ կա։ ինքը եթե ողջ է, իրան ողջ ժամանակ Անավորության դեպասահիկ պարպանիդի սահմի ապարտ 23 խանձով են որոշման։ Բարսը ստացյացը որոշման կետը բոլոր ապարված։ Ընկերներ, ես դու նոր բան չասեցում, հասկանամ, նորմալ է, որպեսզի դա այլ դեպք մնա, չէ՞, այս Պետրոսյան, ես օրենքը ճիշտ ասած չգիտեմ, դա կարդացեք, ինչ մնում է Օդումյան Սեդրակին, ես իր հետ աշխատել եմ, եթե մեր հիմիկվա ղեկավարները նրա 10% ղեկավար լինեն, իր ամեն ինչով, ու ես չեմ կարող ասեմ, երևի մեր համայնքը կլինի այս ամենաբարձր գագաթնակետին, իսկապես եզակի ղեկավար է, բայց այդ փաստաթղթային մասով ես անկեղծորեն տեղյակ չեմ։ Ինչ ղեկավար է։ Գինի գործարանի տնօրեն։ Եվ գինի գործարան։ Տնօրեն, գինի գործարանը, դիվանատիվը, տնօրեն, միջև Գելիա Մուկյան, իր ժամանակահատվածը մեջ շոշափելի հաջողությունների հասել, խնդրում այդ մասին ասես, ավելի լավ տեղեկացված լինեն, էլի, շատ ավելի ինֆորմացիա Ինքը երակի աշխատող է, այստեղ հարցը են մեզ հարցը կարդը ճիշտ ենք Եթե նրանք ովքեր հարցեր ունեն, ուզում են Օդումյանի վերաբերյալ ավելի շատ ինֆորմացիա ունենան, տեղեկատվություն խնդրում եմ Յամուկյան տրամադրել։ Եթե ինֆորմացիա բոլորն ուզում են ունենան կարգի վերաբերյալ, եթե դժվար չի բոլորի մեյլին կուղարկեք այդ կարգը, որպեսզի այսօր որպեսզի երկրորդական փոխ իրանց բան եւ հապոս ասի բարերթում է։ Ժողովուրդը հաշտի Եթե Հաշտը չէ, կարգը պետք է, մենք համաձայն ենք, չի, բայց շատ լավ մարդիկ են։ Կարգը դեպչարակ առած օրենքի չեն կարող դրանցելու։ Կարգը իրանցի կադաստրը Մենա դեպչարակը չեն կարող։ Մեր այլացը կարգն է, պրոստը Մասեն ժողովուրդը Գինացը գինաց է, կեր ողացը սպորտան Կարգն ես Չէ, կերան, այդպես չի։ Չէ։ Դեմաս ավորեկին հվատում չէ, հվատում չէ, բա ինչ ասը Մենք բոլորի ազատ են հավատում ենք, ես տեր մի պաստատուղթ է պետք կծեմ լավ, աշխրի ամենով ովքեր են ովքեր են Դեմ ձեռնպահ Կերսախան չեք քվյարկում Չհարի նոյդարան իչպային լավ մարդկանունով փողոց Դեսու կողմ եք Եզակի ղեկավար այանը Շարունակեցին շարունակեցին Վերցերով քաղաքացիական շարունակությամբ 11:30 հասկադով 5000 քառակուսի մետր վարավար լուծումային կարգով վարձակալությամբ տրամադրելու մասին համաձայնություն 25 տարի ժամկետով վարձակալությամբ տրամադրել Տանուշիմաշ Բերթամային վերցակալանի վարչական սահմանների հետևով
11:38 ծածկաբը 5000 մետր մակեր սովորալավ յուղոսնությունը իրականացնելու նպատակով մեկնարկային գինը սահմանը 15000 դրամ։ Ժողովրդականության պայմանագիրը տարի հետո վարձատրել փոխության հնարավորության համաձայնություն չկա դեպքում ծաղկավան գյուղը մանդիմում ունեն, ես հաջորդ հարցում ապնա, այն խմիջանով կուկրան դրամարել կվարձադրվել, վարձակալությամբ վարելավով դա դիմել են ուզում ծաղկավանից։ Իմ կարծիքով թանկ եք տալ 3 դրամ։ 2-ից սկսած կարող ես 3 դրամ եմ առաջ։ Շուկայական արժեք այսօր վարելավով որ դրամ վեր են գնա, պատալուկ 2 դրամա, մի դրամա, մի դրամ չեմ կարող։ Չէ, ուզում եմ ասեմ 2 դրամ ամենաթանկը, եթե մարդն էլ ընդամենը հացատիկ ացանը 3 դրամով տալիս է շահիքաբեր, չէ՞։ Դրեք կնավ անարժեք փոխանք 2 դրամից։ Վաղարշա, նորից գրել եք, 5 տարի հետո վերջարչար փոփոխության հնարավորության համաձայնություն չկարու դեպքում։ Կերավանան, կան այգի գցեն, հանգանա, մեկ էլ ասենք մի փոխենք այգին կտորի պայմանն է, տնենք մի քիչ բան չենք խլում այդ մարդու ձեռից։ Խնդիր ունենք էլի։ Այսօր վաղարշակի ծննդյանորն է ոնց։ Շնորհացնեք հարցը։ Ես Ես պայմանը ճիշտ անդերավալան, կարող չենք։ Հիմա ինչ առաջարկություններ ունենք, քննարկում ենք, թե քվեարկում ենք։ 2 դրամով Եթե վարձավճարը ուսումնառություններ 5000-ը, սարք եմ 11000-ը։ Այսինքն է 5000։ Ինչքան է ամսը տարի բան, տանում ժանգակ։ 5000 Դեպի հողը շատ օղլեք մեկը, վստահ չանեք, յանի, դեպի շատ օղլեք վստահ չանեք 5000 դրամ, ավելի տարածի, ես մարդը ծորեն ացանը, 5000 դեպի ծորեն ացանը, ես մարդը կարող ամենա 20000 դրամ, դեպի պիրդի ծեստակ հատերդետում, Only because one jump across the slow or much material. What's it you mentioned shit boy? What's it shit? Սա բրախած հող էր, անասմը, գյուղատնտեսությունը մեր էլ այս տարիների ընթացքում։ Դեպ բրցրեք, եկեք զրի տան, եկեք զրի տան, զրի կարա չեն կարա, տան մի դոտ է բաղաշնային ադրին ծատը չես կարա, կարդյարը չեն, բաց են շուզ, այն բանդեր տա, Այդում եք տալիս է տելա։ Եվ ման գին ուշեմ ոլով, վաղ չի գիտում։ Ով անոր կորով։ Իշտակ նյով ամարու Հարություն Դարփինյան անդիմում սկիրավով չունամ անունն ասում։ Ինչ առաջարկություններ կա հիմա 3 դրամով քննարկում ենք, թե Ես առաջարկում եմ 2 դրամ։ Մի դրամ չենք կարող, մի դրամ կեան նարոտավա է։ Երկու մեր սերշն է։ Չեզուտ եկամուտի 25%-ը համարվում, արոտավայրերը մի դրամա, վայելավողը եթե մի շպացը որակումներ ուսուկես դրամա ծածում 1.7։ Վարշակի առաջարկի հարցը։ Ես առաջարկել եմ 3 դրամ, որոշ դուք եք, ուզում եք 2 սարքեցեք 2 սոխտա։ Խոսքը տանի 4000 տանդեցի մաս։ Արեկան 4000։ Ինքը երկուսներ պատրաստալ է։
Ես չեմ էլ հարցրել Ձերքում քվեարկին ծողով հարցեր։ Համաձայն շփի Ընկերն է, ես չլսեցի չի։ Դրամով տրամադրելուն կող, դեմ, ձեռնպահ, Ես անգամ երկու դրամով, ամեն միշտ մասը ֆիքտազա պայմանների սապոչ։ Հիմա ինչ կարավ, 3 դրամով։ շարունակ ընկեր գրիքային։ 7-րդ հարցը նույն տարած կոմանային դիվիզիոնա 3000 մետա 9000 դրամ։ Կող, Ինչքան դրամով։ 3 դրամ է։ դեմ, ձեռնպահ, Ուրեմն հաջորդ այգեց համայնքից 7 հատ, 6 հատը հաջորդ այգեց Միզանը ստեղ չի։ 7 հատ հարցում է, գրի բնակել ստան կապցապատմանա, անցած տարի չրճարվել ենք 6 կտորնի թավանասում, առանձնացրել ենք, հիմա այս մեկը ես կարդամ, մնացած առաջինը կարդամ, բնակավայրի ղեկավար կներկայացնես այլ ես օրը պրոս դրանց հետ չարաչ։ Համար 20-ը։ Հարց համար 8-ը։ Բնակավայրեր բնակել կառուցապատման ընտրազեր 457 համակերեսով 11-10-25-78 ծածկագրով հողամաս հաջորդ թողոտարելու մասին տալ համաձայնություն տալու շնորհ Բերդամանգյուրա այգեձոր 13 հողամասնասություն գտնվող համայնքային սափրականություն հանդիսացող բնակավայրերին պատակային բնակել կառուցապատման գործառնականության 02457 համակերեսով 11-10-25-78 ծածկագրով հողամաս հողատարելու հաջորդ թողոտարելու մասին մեկնարկային գերստանմանը 3,550,000 Հարգել ավականի մեկնարկային գինը, ինչպես գիտեք, կառավարության առաջարկով արդեն հողային օրենսգրքունաթողություն եղել, չգիտեմ գործում թե չէ, բայց շրջաբերական գնացել է, պետք է գնահատում ով լինի, գնահատել են հողի արժեքը, համայնքը պայմանագիր է կապել Կալգարի Սոփոյա հանձնի հաշվին, բանկային գործարքների գնահատող կազմակերպություն, 3,500,000 դրամով Ես մեկ ուրիշ առանձին ասա մեծ ասրարել է պիսնա առանձին է մնացած 800-900 մետր 6 կտոր Ընկերն է զոն, պես թամ գա եծոր մողերով շուկայը Շուկայական նորը թանված է Երացրեք 1000 մետրը եղեղա, որ հուղարից առաջ 75 թվականի Արժեքը եղել 110,000 դրամ, իսկ հիմա 1000 մետրը տարելավ 1,500,000 դրամ Կեր մեր ժամեսում ենք տալիս 13-րդ փողոցի 23 հողամասը Այս բանն է, Այս հենց ես քննարկող հաղթան Հաղա իրաստան վերև նա միջապես ոչ որ ասում է քարոտ տեղը Այդ մարդիկ ուղղակի ուզում են, որ իրաց տարածքը Չէ, ազակի չի, բարիշ չենք, բայց Բջերն ինչ արկածով Ինչը օգտագործյանը իշխանը ստանդերի, իշխանի տղավների Քարքարոտ տարածքը Բացհարու Իսկ երկար տղայիս տում այդ գումարը չի ելիք չի Ես մի հատ ներկայացրեք էլի անկախ փորձագետը եկել են հատելա Գեր Գրիգորյան ներկայացրեք ոնց է տեղին վերցես Վկայական հանել ենք անկախ փորձագետ եկել է գնահատելա ուել ունեմ գնահատել են միլիստում եմ դնել 20 հատ ունեմ Դրա համար այդ թանգած Հաճախը կայականում ես Շարվան ես ներկայացնել Ես Ուսնում անկեր մուզան, եթե սա տնով հետրա այդ իրատերն է Չէ տրամ է չի Դա իրականից վի է, ասեն գրքուն տեղով
Քարքարո քարա։ Այս մարդը просто իրան կապացող է։ Այգեդոն հող ուզում թող։ Բայց բանի եկնակի Չկա, քվյար, այն ներկայացնելու բան չկա, քվյարկեցի։ Եթե թանկում արամուտի համայնքի դրահոյակ։ Դեմ, Ես կողմ էի, այսինքն դեմ ձեռնպահ, Քեջուրհակյան ձեռնպահ, հաջորդ հարց։ Ուրեմն հաջորդ 6 հատվածը մի թվամասում այլեւ բնակավայրերի բնակելի կառուցապատումը Զորան Բողզորով 817 համակերեսով 11 10-374-24 սազգագրով ողամաս ուտարելու մասին։ Տալ համաձայնություն տալուց դիմաց բերդ համանգյուղագեզով 15 տողս 16 ողամաս այսեմ գտնվող համայնքան սրբականություն հանդիսացող 812 համակերեսով 10-374-24 սազգագրով ողամաս աչունքով ուտարելու մասին։ Մեկնարկային գինը 1,338,000 16-րդ մեկը մեկնարկային գինը 1,280,000 16 դրոբերկուսը նման հարցը Ես ներկայացնեմ հետս Ուրեմն ես այգեդնորից հասել եմ ստեի ինչ նպատակով Քարտեզով նախատեսված 6 հողամասակցած 6000 մետր Եվ եթե 6000 մետրը պետք է լինի մրցույթով Իջևանից եկել է մասնագետը ստուգելա գնահատելա հողի գինը ու եկել է միջինը 1,230,000 դրամ Կար նաև 900 մետրը 1,5 Հիմա իմ ցանկությունը որն է եւ կարակ դուք իմ ասածը ինքեր չընդունեք հանձնաժողով ուղարկեք իմ ասածները ստուգեք Ուրեմն այդտեղ այդ մրցույթին որ պետք է մրցույթի դնենք երկու հոգի երկու երիտասարդ բնակիչներ կան որոնք ունեն 4 երեխա եւ ապրում են Վարչով Հիմա իմ խնդրանքն է սա օրենքով էլ նախատեսվում մեր ճարտարապետը կամ ով որ կարող է բացատրի թույլատրվում է որ առանց գումարի հատկացնել բայց այնտեղ օրենքը կարծեմ ասում է 600 մետր կատարել մնացածը ինքը մուծի ես խնդրում եմ ուղղակի հաշվի առնենք նրանց սոցիալական վիճակը իրեն 4 երեխան եւ Վարչով ապրում են ուսումնասիրեն եւ առանց գումարի հատկացնել մեկը Տիզովյան Լևոն Լեռնիկի Մեկը ձեր աշխատողն է եղել տունը գրանցված է աղբոր վրա էքսկավատորի Երկուսն էլ Չաղարյան Վարուժի տղեր Ես Վարուժ եմ ասում Ռուջիկը Երկուսին էլ 4 երեխա Անչապահ ասել է շեքեն և սոցիալապես անապահով վիճակում Ես խնդրում եմ հնարավորության սահմանը մտնենք տրասդրության մեջ ոչ ինձ բարեկամային ոչ մի բան ձեզ բան չպատկերացնեք Իմ ասածներ 5 միլիոն ունեք հանձնաժողով ուղարկեցեք դրա իմ ասածները Մազես բարեկամել է Չէ, չկա, ես ասում եմ Դա խնդիր չի Մեր այս երկու հավաքան անդամները չէ 600 մետր թույլ ալի անհատ Ինչ թվում է Ես հարավաններ չեմ մնացել խորան ամատաղոշում ասպետի հողաշինարարության բաժնի հետ Կանան բայց ես օրենքում կարդացել եմ որ Այսինքն 600 մետր որ հատկա 600-ի մասին որ 600 ուրիշ օրենքը Այդտեղ կա դաշտավորիչ Դա հիմա Իմ ասածը 1000 մետր չկա 700 քանի Ես մեկն է, հենց ես մեկն ամերիկա որ հիմի ներկայացրած է 812 մետրը 374-24-ն ամերիկա որ ինքեր Միրզան ուզում է ինչքան կարող ներկայացնի այս բնակարանաշինության ծրագրով դու կարծում Կարելի է մի հատ Չէ, եթե բան լինի, եթե հասցնենք 3 փուլով չէ՞ Եթե այս տարի չմտնի, մյուս տարի դու մտնի Դա չի խանգարում 3 փուլով այդ Չափորոշիչների մասը պետության մասշտաբով Բայց կողմը դեպսներ դիտարկում ցավ որոշել առաջում Երեք ախտեր, երեք ամուսնացած, պայմաններ, թող երկու ախտեր դասավորականություն ընդհանուր չարքում են
իսկապես ինքը ուշադրության արժանի է, այդ հատվածական մասը բոլորիս դիտակ կա, այսինքն մենք կարող դիտակենք, որ մի ընտանիք կա 4 տուն ու ինքը տուն է սարքել, նոր մի ընտանիք էլ կա, որ երկու աղբեր կամ 3 աղբեր, մասնավորապես օրինակ Լևոնի դեպքը տենց 3 աղբեր, 3 տերամատ թողա, Լեցավոր է տում է առազատ ստենց Իսպանիայում Մասը շատ տենց ուշադրության արժանի բան է, և ստում Գերներ, եթե ուրիշ բան մենք սոցիալական կողմը չհաշվի առնենք, դուք բերել եք այստեղ փաստաթուղթեր ներկայացրել, որ հաջորդը ոտարելու։ Եթե կա այնպիսի հողամաս, որ մենք գիտենք, որ ձեր ասած անապահովները պիտի հատկացնենք, այդ դեպքում այս որոշումը սխալ է գրել, որոշման նախագիծը մի րոպե, չէ, որոշման նախագիծը հաշվի առնելով այդ սոցիալական բոլոր փաստաթղթերը գնում եք 10-ը, ու սա ուղղակի գովվաճառքով տալիս եք այդ մարդուն, ուղղակի վաճառքի տակ կարող է լինի անվճար, կարող է լինի որոշակի գումար, բայց եթե դրել եք աճուրդի, մենք այսօր հաստատում ենք աճուրդի որոշում ենք կայացնում, վաղը փոքրի 10 հոգի մասնակցեց, մենք ձերացած Լևոնին չենք տալու, այսօր ինչի մենք աճուրդի որոշում կայացնում։ Սա ուրեմն առանձնացնենք ես երկուսի։ Որը որ կա Գերմիրզյան, ուղղակի գրեք, փոքրին եք տալիս անվճար։ Սենց օրենքը ցես բաներ կան։ Ուզած տեղը մենք չենք կարող տնատեղ տալ։ Պետք է կառավարությունից այդ որոշումը կա։ Աճուրդի մենք որոշում ուղղակի գործակով երջարկենք տալիս կարող լինի անվճար։ Շատ լավ, ովքեր են կողմ այս երկու ընտանիքների աճուրդում համանական Անգամից Հետո այս հարցը չկարում ես, ով ուղղակի օրենքի սահմանները լորակարգով չի։ Հիմա հանեցինք Վահաշակ այս երկու հարցը։ Երկու հարցը եթե անհագրել է համայնքը կարա ինքը իրան առանձնել որոշման։ Չէ, Մեծ հողից երկուսը, որ մեկը Լևոնին ասում է առանձնացած մեկը է սա է սենց մի որ կա 24 կոդնա 15-16 պետք է գարնեմ հաջորդ անգամ իրավական հիմքերը Մի ամիս հետո նորից կքվյարկենք։ Եթե ժամանակահատված դիր ունեք, քվեարկվի ինչ որ մի ձեր նույն հարցը մեկ է 6 ամիս հետո կարա։ Ուրեմն հալեք օրակարգ։ Լավ երևի չքվեարկվի այս երկու հարցը։ Լավ կլներ դե վարչական ղեկավարը շուտ լսեին որ ակարգի մեջ ստիճներ արվեն։ Բայց ավելի լավ ոչ էլ քվեարկվի ոչ կողմ որ ձեռնապահ որ մարդը կարող է բնակիչների քայլ կատարել։ Չկարողանա ճանաչել։ Մենք իրավունք ունենք, եթե հարցը օրակարգում չքվեարկե, ավելի լավ չքվեարկվի, իմաստ չկա։ Իրանք իրաց հաստատիչները զարգեն, աճուրդի հետ որոշում կազմի, Գերմիրզյանը չի կարա իր ասած։ Այսինքն հավաքածին առաջ անգամ, առանց քվեարկության։ Լավ, ովքեր են կողմ որ հարցը հաշվի առնենք, որ ասենք որ լինելու այդ Միջև թողակի լավ մեկը համի որ աճուրդ թերթերի միանց հետո է առնելու թերթի։ Ուղղակի գործարքը ուղղակի Մյուս հավաքան ժամանակ արդեն հիմնավոր ձևով ներկայացնենք Ուրեմն հանում ենք 9-10-րդ հարցը մյուս հավաքան ժամանակ ներկայացնելու պահանջով Գերմիրզյան
Միջև դա Տասնմեկերորդ հարցը։ Հաջորդը տալ համաձայնություն տարուշի մարդ բերթաման գյուղայրել, որ 15 կորս 16 դրողմեկ ժողամասին գտրվող համակիրայց սեպական։ Մի հատելտ կան։ Գրիգորյան, միջև մյուս հարցին անդրադառնալը սրանք քվեարկենք հաջորդ նիստին նորից օրակարգ բերելու արդեն ուրիշ չափորոշիչներով համապատասխան նորացնենք 11-ին։ Ովքեր են կողմ։ Հետաձգել միջև բավարար։ Հաջորդ հարցը խնդրում։ Հաջորդը 16 դրոմեկ հողամասացություն գտնող համայնքային սեփականություն հանդիսացող բնակելի նպատակային բնակելի կառուցապատման 0.0781 համակերեսով 374-25 ծածկալով հողամաս օտարել համար մեկնարկային գնի սահմանը 1.200.000 դրամ։ Այս օտարվող։ Միակ հարցը հիմա մենք օրինակ մնացած այս երկու հարցը հասկացանք։ Մնացած դիմումների մեջ արդյոք մենք ունենք սենց զգալի մասեր։ Պայմանական երես ունենք 20 դիմում կամ 50 դիմում էլի, այս երկուսը էլի հասկանալի է։ Դե երբ որ տվյալ վարչական ղեկավարը ներկայացնում կարևորելով ոչ դժվար իրավիճակում հայտնված ընտանիքների քանակը կվերանային։ Հենց շատ ընտանիքներ կան։ Դե Բայց հաշվի ենք առել, ասենք, երկին կարգով դիմումները նայել ենք։ Բայց ես համոզված եմ, որ արդեն որ շուխուրը գալ, որ նկատել են նորցույթի մասը։ Բայց ես գինը որ նայեմ մեծամասնություն չեմ կան։ Մի թանկ դնել։ Մտավախությունն է որ կարող ասես մորը մեկը եւ ֆորմալ է սա կարող։ Մնաք փողը։ Իրենքոսը դուրս է փողիկին, դրանց է ճիշտ խնդիր։ Շուկային գնահատում 16-10 անցորդի տեսել եմ որ ծալքարել այդ գնահատել եմ։ Ես եմ ասել եմ կա։ 15 միլիոնով է միջին անդրություն զսած մահողանին են կանոն են։ Գրիգորյան հաջորդ հարց։ 11-րդ հարց։ 11-րդ հարցն եմ ասում, մենք թող ներկայացնենք 10 քվեարկեցիք։ քվեարկեցինք, հաջորդ նիստին անդրադառնալու նպատակով։ Չեք քվեարկել ժողովուրդ։ Հիմա 11-րդ հարցը։ 11-րդ հարցը։ 11-րդ հարցը բնակ 11-ը չեմ կարդացել, 10 եմ կարդացել։ Հետաձգում ենք 10-ը չենք հետաձգում։ Ուրիշ է հետաձգում։ 10-րդ հարցը։ 10-րդ հարց կարդացել եմ։ Դե քվեարկեցինք, ովքեր եք։ Արդեն մոռացանք ինչի համար ենք հավանել։ 9-րդ հարցի համար քվեարկեցինք, հաջորդ նիստին անդրադառնալու։ Հիմա խոսքը վերաբերում 10-րդ հարցին։ Քանի որ ունենք երկու այդպես 9-րդ հարցի նման հարց, բայց 10-րդում չի ներառված, ինչ 10-րդում ներառված։ Հաջորդը որ պետք է հետաձգենք 938 մետրն է, 12-րդ հարցն է։ Դե լավ 10 անցնեք, 10-ը 10-րդ հետաձգում են մնացածի կողմն Չէ, եկեք հարց անդրադառնանք 10-րդ հարցի համար ներկայացրել եք Տեր Գրիգորյան։ Մի միլիոն երկու Ովքեր են կողմ։ Աճուրդով օտարելու կողմը։ Դեմ, դրա համար չենք արել, դեմ, ձեռնպահ, դեմ ընկերներ։
Չունենք 11-րդ 11-րդ, 15-րդ փոս Պաստելես դրոպեր կողամաս ասում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերը բնակելի 783 քառակուսի մետրակերեսով 374-26 ծածկագրով հողամասնա 1 միլիոն 280 11-րդ հարցը Եթե հարցեր չունեք քվեարկեցին կողմ դեմ ձեռնապահ Էտան կա խորշագետնա 12-րդ հարցը Սա համար եք քվեարկակ, չէ? Հետաձգեցի 9-12-րդ հարցը Բնակավայրերի բնակելի համաձայնություն դեռ համայնքի գյուղացավը 15-րդ փողոց Պաստելես դրոպի կողամաս ասում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակելի կառուցապատման 994 քառակուսի մակերեսով 374-29 ծածկագրով հողամասաճյուղ թողարկելու վերաբերյալ մեկնարկային գինը 1 միլիոն 530,000 դրամ Ումարային հարցերը վերանայման, որս է մնացում Բայց դուք նախնական համաձայնության չեք եկել հաշվարկել Վերաբանանյոսում հետ սկիճնամ չեմ մնինել առակ ու դապելով ուզմատով Կարողանում ենք թվերի մեջ Համիչեսնենք, կաշկի Սկականից էր ես թվեր ատրազոր Հողոյն ու ես գետով կարով զեղ չան Հողոյն իչեմ 30% կարած զեղ չան Ոնց առաջան Մասնակից կլնելու ես Եթե հնարավոր Ինք հաջորդով այչացնում, ոչ թե մեկվա, իր աստիվը չես փոխում, չէ, ինք ես ընդունում Չէ, ես ինք չեմ ընդունել Հա Եթե Մնացը իր ասած ձերն է, թողտականի Հա, թողաճորդով իչացնի, իր աստիվը չփոխում Աջոսը կարդում կույլ մասնակից չնի, երկուս չնի Իչի լորակվաճու խոտկարած էժան Բայց ինքը գնահատողը գրել է, ոնց ես էժան գրում, եթե ինքը գնահատողը Ինքը գնահատված է Գյուղերը վրտրլիսը գազը զեղ չմակարացնի չէ Հենի կարգավորություն տախվեր տիգոն փողատալի ծայինություն ստարկել Հերուլ համակ ես որոշի որ զեղ ճովես տալի օգնում ասմելի Այն ռապ է, սա շատ մեզ թիվ է Գիտեք, շինարարություն անասանեն Միջև 18 թիվ հողային օրենսգիրք 4 էտապով, որ 18 թվից ես արանքն 40 է, ամենուր եմ տի կարդում Հիմա դերիզում, նիրուանի ասած են հնարավոր Ես իմ չեմ կարդացում պատասխանը Մի տան հարնատ շնելու Բարի առաջ, քննարկեք, եթե որ բան չվեր Ընդհանուր առմամբ եմ նաև Դիլիջանի ուստեղի Եթե բանիկ սոցիալական տեսակետին չես տանում համանք հոգութին սեր ճիշտ է Արեց համանք Գյուղի բնակչի համար այդ գումարը տված, ոչ թե դրսի մարդկան, որ գնան այդ գյուղը փուսը Դեպտեն չապտաշիշնին բան Որ ես դրական հարց ներկայացրեք ավականով, ներկայացրեք կառավարություն Բայց հիմա մենք են ինչ ունենք, այդ էլ առաջնորդվում ենք Ովքեր են կողմ Դեմ ձեռնապահ Դեմ ձեռնապահ Չէ, կողմ ենք ուղղակի Շարունակեցի Ապել որը դիտարկեց Դե, Ես կարամ
Աղջիկ հայցարություն շտան, միապ կար թանքուշ կործրակ չնեզգին չում, ենքան որ ենք են փոխած չոն հասում, արդեն բիրավորման հետ խոսում։ Դե իսկապես շատ կարելի, դենց իսկական կարիք ունես որ նախ որ արմես արվի։ Նախ միան շոպի ենթարկել, որ իրանց առաջարկություն 1000 դրամ համելավին Դե վատ բավականին անի համարոշը։ Հիմա կա սարանակակություն, այն առաջի փուլով չկար, իհարկե, առաջի փուլով չկար, հիմա կա սարանակակություն, խնդրեմ, Հաջորդ երեքը նման աջուրդի մասին չի, բնակարանաշինության ծրագրի, ողը ցանկացած Ծննդաբազուրում փոխա, մեկն առաջ այս բնակարանաշինության ծրագրով քեզ կա Հաջորդ հարցը Գեր Գրիգորյան Որ հարցները թեմորած են Որ երորդ հարցն է 14-րդ Այսօր հարցը քվեարկեցինք Բայց քվեարկեցինք, ես ինչ արի Ես քվեարկեցինք որը կողմը Այդ խոսքին են գսել 15-րդ հարցը Գեր Գրիգորյան Դրանով ես ես մի անգամ էլ կարդամ, ես ոնց որ չեմ կարդացել Կար համաձայնություն տալուշ լավ դերթամագյուր այգեծը 15-րդ ծովս 16 դրոքեր Հողամ ասասցեյում 796 կարակուց մակերեսով 374-27 ծասկագրով հողամ ասապչով ծովոտ բարել համար գին սահմանը 1 միլիոն 280,000 Ես ես կարդաք Լավ, քվեարկեցինք հիմա, նույն հարցերն է կողմ Դեմ Ացամա 15-ը Ձեռնպատ չունեն 15-ը Ուրեմն Բերդի համայնքապետար անձիմն հայ պոստը բորան Պարավակարի վաճական շենքում տարածքա ուզում Դիմոպատի կծված էին երևի ծերգործան Պարնա, ինքը նեգորտեր նստել այդ տարածքի ուզում այ ավանական կարգավիճակով վերցնի անհատույց Ուրեմն կարդում են հարցը Տան համաձայնություն Բերդ համայնք սեփականություն հանդիսացող Բերդ համայնքյուր պարավակ հատմասներ կուքավոր 4 շենքասյուն գտնվող վարչական շենքի երկրորդ փայտի համար 12 սենյակը 5.6 քառակուսի եւ համար 13-ը 12+3 քառակուսի ընդհանուր 17 քառակուսի մակերեսով համահույց օգտագործման իրավունքը 5 տարի ժամկետով տրամադրել Հայ պոստպոբեի պոստային ծառայություններ իրականացնելու համար Ժողովրդի համանուն հայտնի ծրիկ Այդ պրոբլեմի կշարք է տավոնդով Ստիվում տենց են տվել ես ստենց համարատը ներկայացնում Այս ետքան հատուցանք Ինքը պարապ չի, մի բան չի, որ ասենք որ այլ գործնություն Տնտեսնային կշահութ է տապնդում Իրա շահութից տողում մի քիչ համանք եմ փոխ 17 քառակուսի ասեցեք իշխան տնն Մինիմալ դրիք չեն մինիմալ 17,800 դրամ ամսական 20,000 դրամ Ովքեր են կողմ Բայց ես շիքիտ եմ կարծ չպասեմ ֆինանսականը Բայց դի თუ շահութ Ինչի սա? Մինիմալ ինչքան է Տարածքի մետրը 1000 դրամ Մինիմալ Հա Որը մինիմալով դնել Առաջարկեցեք ինքեմ Չէ, առաջարկում ենք վեճարելի տալ, անհատույթ չտա Առաջարկիր դրդրում անի համանքին Առաջարկ ինքեր գրիքորան քվեարկեց
Դե 17800 դրամ։ 17800 դրամ կող Բայց մենք ես ավելացնում դա։ Անհատույց օգտագործման բառը փոխվում է առանց մրցույթի, այսքան դեմ ընկերներ ձեռնպահ ունենք խնդրում եմ շարունակեցինք 16-ը 16 ուրեմն որ Գագիկը Եսայանին վարձակալության հարցնամադրելու մասին է, տալ համաձայնություն Բերդ համայնք սեփականություն հանդիսացող յուր նորաշեն ճգնավոր փողոց առաջ փակուղի առաջին հասցեն գտնվող անասնաշենքի առաջին հարկի համար 1 տարածքից 500 քառակուսի համար 2 տարածք 5.6 քառակուսի համար 305 համար 410.11 մակերեսով ընդհանուր 621 քառակուսի մակերեսով վարձակալությամբ առանց մրցույթի Հանսական 10,000 դրամ հաշվարկով տարեկան 120,000 դրամ վարձավճարով 10 տարի ժամկետով տրամադրել Մասկով Գագիկի Եսայանին անասնապահության տարվելու համար։ Ուրեմն նորաշենի բնակի չասը չգնավոր Մարդ անասնապահությամբ եթե զբաղվում է, այդքան չեն քննարկում, տալիս է։ Ես էլ համաձայն տալիս ենք, բայց ծրիկ։ Ես էլ եմ դրան համաձայն։ Դու անասնապահություն Եթե իրականում դրա հետ Ծրիքներ ենք շտանք են իրավակ անմասա եք։ Այս իրավակ մասը եթե Նիգրանի ասած ճարգում այդ ամեն ինչը, կան գոնե առաջ եկին այդ մարդիկան, որ ծրի այն ասենք պայմանական ուսի շարքի բերելու պայմանով է, ոչ թե ծրի, այսինքն ինքը սեփական ներդրում անում համակարգի տարածքում։ Կարգի բերելը հարաբերական է, ինչ Մինչև իշխան Հատը եթե չի արշանագործում, ինչի պետք Գեր Նիգոյան, ուզում եք կես գին տրեք, բայց անհատուս մի տող։ Քաղաքացիները հետևեին վաստան։ Որտեղ սա ուղղակի իրան առաջարկվել է, մի քիչ բան է, դժվար է համաձայն, բայց դրանց տարեկան Ֆերմերը համաձայն այդ գումարը տնամ մենակ թե 90,000 Ես առաջարկում եմ տարեկան 40,000 Ես էլ առաջարկում 40,000 տարեկան Աչուր դա փաստորեն դերում Ընկեր Գրիգորյան առաջարկ Այսօր ոչ ոք անասնապահությամբ չի զբաղվում, եթե մարդը Давай, դասիգինը տեկը զբաղել է 4,000 դրամ Այն դերից հետևատն է, որ վերասում ես Մարդի շահը գերեզեք բան Համապատասխանաբար ֆերմերը պարտավորված էր զգում վճարելու 120-ը, մենակ տրամադրվի այդ ֆերման իրան։ Հիմա եթե ուզում եք որոշակի աջակցեք, նշեք։ Ձերչեք մի քիչ բայց այնպես չզերչեք, որ մնացած անասնապահները գինը որն է պարունակը 100,000 Ընկեր Գրիգորյան 100,000 դրամով վարձակալության։ Դեք չասեք, մի քիչ Ասական արժեք ասացեք, ես ամուսին 10,000 դրամ եմ դրել 5,000 Ուրեմն նշեցիք ամիսին, դեմներ նշեցիք Ամիսը 5,000 դրամով դեմ չեք Ամիսը 5,000 դրամով 60,000 դրամ Տարեկան 60,000 դրամով Կող Դեմ Հաջորդ հարցինք է նիգանին ալիներում Դեմ ձերնպա
Դեմ ձեռնպատ։ Շարունակեցինք։ Մի հատ իրանցել ու Տեր-Պապյան, հաջորդ հարցը։ Ուրեմն ընկեր Պապյան, քննադրությամբ մի հատ իրանցել կա, որ ավականին պետք է տեղակայել ես կապան, որ ուրեմն բանա, դիտություն, պետք է ուղղակի կացել են, չեմ մանում, ուրեմն քաղաքացու սեփական հողում հայտնաբերվել են խողովակներ, Մեր դերը որն է դրա մեջ։ Ամեն մենք իրանցել մենք ընդդեմ բտնանցոյի օրենք կա, որ համայնքը պետք է իրանցվի 6 ամիս հետո, եթե դեր չհայտնում մենք հայտարարություն ենք տալ։ Մեր եկել են եկել։ Ապա որը ոնց տակի Ամեն մենք համազդարան հայտարարություն ենք տալու, համ ջոյին ենք դիմել։ Եթե դեռ չլավեց ամիս հետո ինքը իրավունք հողեր անում, իրան օգտագործում։ Ինչ դիմանոցը։ Բա չեմ ասում, Իրեկան գծավետը հասկացա դիմացը։ Բայց նայ ասել լավ դրոյա ինքը կարան։ Մեր բանան խողովականակար չլավել։ Մեր բանասնան չկա։ Ուղղակի պետք է իրանցենք մենք, որ իրանցենք մամբայից 6 ամիս հետո ինքը կարա Իրազեկը գործեր ճանաչել, դե պիտի մեկ ազի դա իմն է, եթե չասի, դա վերջնում է, համայնքը վերցնում է Մաչի ինքն ավես։ Իրեք տեսեք է։ Գեգրիքյանի գինություն ասացի, Մարոն Գրգորյան, գինություն ասացի, շնորհակալություն, ընկեր Պապյան ընտրեմ։ Հաջորդ հարցը։ Արգելի ավանդանի 17-րդ խմբի տարածքային զարգացման համագործակցության Մարամեքս մի բերել Մահու, Իծակա, Չինչի, Վարագավան, Պարվակա, Ծաղկաման բնակավայրը ներառող մասին կացնա հարցը ուրական կա մտնել ավականիներից 1/3-ի առաջարկով դիմում համայնքի ղեկավարին նաև կա դիմում դիտող տեղականատվի խմբի գործադիր տնօրեն Անահիտ Բադալյանից համայնքի ղեկավարին, որպեսզի հարցը քննարկվի ավականու նիստի ընթացքում եւ ավականին դեմ չլինի, որպեսզի նշված բնակավայրերը եւս ներառվեն դիտողի գործունեության տարածքում։ Երևի բոլորը գիտեք, որ բացի նշված բնակավայրերից մնացած բոլոր այդ համայնքի բնակավայրերը ընդգրկված են դիտողի գործունեության տարածքում ընդգրկված են մնացած բոլոր բնակավայրերը հկան հիմնադրելուց մենք հիմնադիրների հետ նաև համայնքի կողմից պահանջի ձևով էին ներկայացրել, որպեսզի եթե համայնքը որպես հիմնադիր հանդես է գալիս նշված բնակավայրերը ևս պարտադիր պետք է լինեն, հետագայում համայնքը մասնակցությունը դադարեցրել է դիտող կարգին, հիմա ներկայումս փաստորեն անհրաժեշտությունը տեսել են, որ կա մեր ավականիներից 7-ը եւ գործադիր տնօրենությունը ծիծողի դիմել են ավականիներին, որպեսզի տալ համաձայնություն ծիծող տեղական ակտիվ խումբ տարածքային զարգացման հասարակական կազմակերպության գործունեության տարածքում ներառվել Բերդհամայնքի Նավուրդ, Իծակա, Չինչի, Վարագավան, Պարվական եւ Ծաղկավան բնակավայրերը։ Այսինքն բոլոր համայնքները կա, հարցը տեսեք արգել ավականիներ, հարցը ես ներկայացնում եմ քանի մոտ մեր ավականիներից 7-ը դիմել է։ Նշված հարցի պատասխանները ճիշտ, այսինքն նշված հարցի ներկայացնողները մեծ հաշվով մեր 7 ավականիներն են, նաև գործադիր տնօրենությունը, որը ներկա չի։ Ես կխնդրեմ 7 ավականիներից պատասխանեն ձեր կողմից բարձրացված հարցերին։ Շնորհակալություն։
Այդ ինչի՞ց է որ մեկ ներկայացնել, ո՞րը Վասիլի Պերչիկովը չէ, լավ հարցի տալի, մենք չենք պատկերացնում, որ դա գործնություն ժամանակ կարախնդիր տա, սկզբից մեր մոտ է հարցը առաջացել, մենք հավաքան քննարկել ենք, որ խիտ 10 համայնք, որոնց էլ ուզում ենք, որ ամբողջ համայնքը լինի, 10 վարչական շրջաններն չլինի, հետո վերքը միացավ, եւ հետո մի հատ ծրագիր ունենք հեզնալու գյուղում, որ ոնց ֆինանսավորել ու մեր մոտ խնդիր առաջացավ։ Այդ ծրագիրը ինչի մասնակցում, ո՞ր ծրագիրը նավու։ Ձեր տարածքում համստի գոր ծրագիր կա։ Այդ ծրագիրը չկա։ Մենք ուզեցինք եւ տղայի մոքնել, մենք խնդիր ունեցանք։ Խնդիր ունեցանք, որտեղ այդ հայտը մեզ ներժեցին ասում չէ կարա, բայց ես նա զուգարան անում, որովհետեւ եթե պայմանական դուք ունեք հիմնադրամ, որի մեջ կա տավուշ բառը դրած, դուք չեք կարա գումար ծախսի գլորի։ Դա ձեր համար առաջացնում է իրավական հարց։ Հենց այդ է ամբողջ կառույցը, որ կարող է նաև նախագծում գործունեություն, կարող է չկա բայց ամենը լավ բան է։ Ինչ սկզբունքով է ներառվել այդ մնացած գյուղերը ու որոնք դուրս են եկել պրոցեսի մեջ, որոնք դուրս են եկել, որոնք հիմա նոր են ուզում մտնել։ Ինչի համար չեն նախկինում, երբ որ ի սկզբանե բայց նույն հաջողությամբ կարող եմ դες հարցնում ասեմ, որ դեռ քննությունը քիչ է 6 մտցում։ Հիմա այդ քննարկելու ժամանակը չի։ Հիմա այդ ծրագիրը մնաց ասում եմ ուզում դերել ուզում գործնություն անի, այնքան որ այդ ամեն ինչը Ծրագիրը քանի տարի է մնացել։ դիմել եք նրանց էլ արել եք։ նշան Ասացին, դժվար է։ Ամենաբարձր բանը որ տրամադրում է ծրագրի գումարը ինատայճան ինչքան է որ ամենաբարձրը դրամադրվածը ես ինչքան հիշում եմ դա եղել է հովի ագրոդրոմը ինչքան է գումարը 7.5 միլիոնի քարտի է կարող է ծրագրի ամբողջան թեկներ 7.5 միլիոնի բայց ամենաբարձրը հաստատ այդ ագրոդրոմի ծրագրի Չէ, ավելի ներքին շենը կա չէ եղել է 1000 դիմաց ծրագիր 4 միլիոնը ես եմ շահել լաբորատորիա։ Դե ինչ որ բան է, որ հանձնաժողով ունեցած, թե ինչ ակոչում է։ Ոք ինձ համար զարմանալ էր կարծիքի խնդիրը։ Ասենք այդ գյուղերը որ միացան, մեծ կազմը փոխվելու այդ գյուղերից են մարդիկ ընդգրկվելու, թե նույնը մնալու։ Չէ, տարածքի մասին դերավեն են ձեզ պատասխանում, օրինակ ես ունեմ հեռանկարային սահման տավուշի զարգացման հիմնադրամ, մենք 3-4 տարի առաջ Արցախի մոկրաթավում ենք ծրագիր անել, բայց իրավական հաղթության մեջ մենք խնդիր ունենք, որովհետև Հասկացան, դուք Արցախում, բայց այստեղ տավուշի Սյունիքի մարզում են չենք կարող։ Ստեղ հասկացա, որ Սյունիքի մարզի մասին չի խոսքը, ստեղ տավուշ խելքիս է։ Հիմնադրվելուց այդպես է հիմնադրվել։ Բախի գործունեության Ոնց է մի բան հիմնադրել եւ որոշեն դա թափսակ են, ասել ֆիլմ թափսակ։ Սապայան, կարելի ասել։ չէ, հիմնադրության թափսակը շատ լավ է։ Որ մարդիկ կօգտվեն, ասենք մի քանի այլ կազմակերպությունները կօգտվեն, շատ լավ է։ Ուղղակի սկիզբն է ինձ անհանգստացել, ինչու բոլորը ճիշտ Ես չեմ դեժիշտ։ Դե քննարկեցի, ավելի լավ գյուղերը մեր լինի, ծրագիրների մասնակցեն հնարավորություն Կանչեմ ասում, չէ, որակ ինձ անհանգստացրեց, ես որ կարշացի Այմա, մեկը մի 100,000 Եթե հարցեր չկա, քննարկեցինք, ովքեր ենք ով Դեմ ձեռնպա Աննա Էսել Հաջորդ հարցը հրատապ հարցը դեռ համայնքավարական 24 սեպտեմբերի 25-ի 177 որոշման 5-րդ կետը խմբագրել հետևյալ բովանդակությամբ առաջարկ նախագծում հաղթող ճանաչել ՀՀ կառավարության 0-16 թվականի թիվ 1890 եւ 19-0-26 թվականի թիվ 177-ն որոշումներով սահմանված կարգերի համապատասխան ինչպես նշեցի խոսքը վերաբերում է
ձեր կողմից կայացված որոշման մեջ փոփոխություն կատարելու, մասնավորապես 5-րդ կետով նախորդ որոշման մենք այս ամբողջ գործով կարգից առանձնացրել էինք մի դրույթ եւ այդ մի դրույթն էինք նշել, որ նվազագույն շեմը հաղթահարելը մի տոկոս է, այլինչ այնտեղ տարածքայինից մեր գործընկերները արդեն լիազոր մարմնից նկատեցին եւ առաջարկեցին, որ 5-րդ կետը այս խմբագրության փոփոխվի եւ ամբողջ կարգը ներառվի դրա մեջ փոփոխությունը վերաբերում է սրան։ Մեր ջան, ավարտեցի խոսքը։ Այո։ Ստեղ գրել եք վեր համայնքի ավական 24 դեկտեմբերի 177 ավորոշման 5-րդ կետ եւ նշել եք նաեւ 19.02.26 թվականի 177 այն որոշումով։ Նա թե որոշումը չկա, արդեն այն նոանա տարբեր է։ Մեր 177 համայնքի ավական 26 թվականի Հիմա մենք հաղթող ունենք սրա։ Այո։ Հիմա մենք այդ հաղթող են Զբոսայգին։ ինչ զբոսայգի։ Բորայգի չի։ Քաղաքային կառուցում։ Այդ գործակին արկան գերված այգին։ Շո։ Բան կառուցված այգին նորից։ Ինչ տեկաներ այդ հնարավոր չէ։ Ավելի ավարտել ուրեմն եթե գործընթացին հետևել եք, ես վստահ եմ հետևել եք, լրի պրոցեսը պատկերացնում եք, ընդեղ ինչ դեն անիլով չի, մենք չդենք անիլ, այսինքն ներկայացված ծրագիրը համապատասխան ամեն փուլով անցնելուց հետո, քվեարկության փուլից հետո, ճանաչվել է հաղթող, նախորդ մենք ունենք ավական որոշում, որ այդ ծրագրի մեջ համայնքը մինչև 10 միլիոն դրամ ներդրում է ունենալու։ Սրա հաջորդ փուլը արդեն, որպեսզի մենք կառավարության լիազոր մարմին լիարժեք ուղարկենք փաստաթղթերը, այս ավելի շուտ արդեն ուղարկել են, ընդեղ նկատել են մեր կայացված որոշման 5-րդ կետի ճշտելու խնդիր։ Հիմա դրա համար մեզ դիմել են, ասել են, որ ճիշտ կետի փոփոխություն անեք, նորից ուղարկեք։ Դրանից հետո սահմանված կարգով, օրենքով, սահմանված կարգով համայնքը իրականացնելու է նախագիծ նախարարի եւ քաղաքային հրապարակի կառուցումը արդեն ճիշտ կլներ, որպեսզի ներկայացնել դիմողը, ավելի շուտ դիմողները խումբ են եղել, երիտասարդներ, Մանուշակ ազգանուն չեմ հիշում։ Հովակիմյանն է դիմողը, իրանք պետք է ներկայացնեն, թե ինչ են պատկերացնում, ավելի շուտ այստեղ ես չեմ հասցեատել դրա, բայց գաղափարը քաղաքային հրապարակի կառուցումն է։ Օրինակ ոնց որ մնացած բոլոր մեր հանրապետության քաղաքները Մեր ջան, բովանդակային մասը կարծում մի րոպե կներես մեր ջան, մեզ այդ բովանդակայինը չի հետաքրքիր, կարծում եմ եթե քաղաքայինը ով ուզում աշահել է, մենք շատ ավելի կարևոր խնդիր ունեինք, ես գիտեմ քվեարկությունով ամփոփել, եթե դուք սլավ ուղեիք ավելի հրատապ խնդիրների մասին, ոչ թե բնակից չէր կողոքի, չէր դժգոհի, դա պարզապես ես ցենց փուջուր ստոր բան եմ, նախադասությունները ականջից եկել, բայց այդ թողնում ենք մի կողմ, հիմա ինչ եղել է եղել, ով է ամփոփել, ով է ներկայացրել, արած գործի վրա մենք այնքան, ոնց որ ես սիրում եմ զարգացումը, բայց նաև բերեք այնքան մինուս վիճակներ ունեն բերդում, որ կարելի է դա գոնե զրոյական մակարդակի բերել, հետո այդ մեր մակարդակը մի քիչ բարձրացնել։ Ես չէ, բայց առաջարկած ունենք առաջարկել ձեր ծրագիրը։ Իակություն եղել է ամբողջովին էլեկտրոնային։ Ես դա ծրագրել ամբողջովին էլեկտրոնային ամբողջն էլ իրականացվել է ծրագիրը։ Վերցրինք Դա ամբողջ մի րոպե Հիմա մենք այս կառավարության որոշումը դուրս սկսած ավարտել Ժորժ, քանի հարցադրում եղան դիավալյան, որ ծրագիր ներկայացրել է, այստեղ որից առաջարկեցի, որ մասնացան բյուջետավորման ծրագիր ներկայացրել, ես այն գլխից, եթե ճիշտ եմ հիշում, Դավիթն ասեց, նրանք ասեցի, իմաստ չունի Դավիթ ջան, ասեց, խիաս իմաստ չունի, որովհետև այս տարբերակով պարզից պարզը ինչքան լինել։ Կանչեցեք Դավիթին աշխատանքանի ժամ, թողել ասել։ Այսինքն այն գլխից դերավալ, այս ծրագիրը մասնացել բյուջետը, որը պարզ է։ Ինչ ա։ Որովհետև դրա հիմքը
Եթե կա վիտամին կարգը, այո, չի քեզ իծարան, հասկանում ես, կարգը, այս կարգը սահմանում կառավարություն։ Այսինքն, ըստեղ համայնք ուղղակի եղել է կազմակերպիչ։ Եթե կա առաջարկ, դուք այդ ամեն ինչը պետք է ուղղեք կառավարության։ Բայց սրնատուրի բան կառավարության։ Շատ անհարմար քաղաքային զբոսայգի է, Մի հատ էլ քանդում են նորից ասել։ Ես համայնքապետարանի հետ ունեցել եմ սապալավ։ Բավականին ծրագրեր կար, ծրագրեր կար, որ ավելի բերդին կարևոր է, ավելի կարևոր է, ավելի երիտասարդության մի ֆուտբոլի դաշտ կներ, մի հետ կներ, այդ ծրագրեր կներ, թե հիմա ինչ կար, այդ չի հարցը։ Հիմա մենք ավականն ու այս շտկումը մեր վրա նախորդ դեպքի նման չանդրադառնա, քանի որ իմ ձեռքին առավել ևս ես հեռախոսով խնդրեցի կառավարության այս որոշումը չկա, որ ես տեսնեմ ինչն են փոխում։ Ես խնդրում եմ ուշադիր լինենք ու այն նախորդի նման մեզ համար խնդիր կառաջանա, որտեղ վերնագրեր են քվեարկում, կները ոչ մի որոշում մեր մոտ չկա։ Ես ճիշտ ասած չուզեցի նիստ արասի ավարտի նոր խոսամ։ Իմ կարծիքով դուք այսօր ինչքան ավականու հարցերի մեջ փոփոխություն արեցիք, բոլորը օրենքի սահմաններից դուրս են։ Երկրորդը, դուք ստանում եք օրակարգը ստանում եք 7 օր շուտ։ Ունեք բավականին ժամանակ, որպեսզի հարցերը ուսումնասիրեք։ Երրորդը, նոմա միջև նիստերը սկսելը հանձնաժողովի նիստեր, մանրամասն բոլոր հարցերը քննարկել։ Հրատապով Բերեք Տիկին Ավելյան, բերեք հրատապն է սահմանված կարգով ձեզ ուղարկվել։ Հրատապ հարցը ուղարկվել է, մի օր շուտ կարանք ուղարկենք, հրատապ չի արտարեք հարցը։ Չէ, բտի որ քիչ եք ստացել եք։ Եթե չեք ուղարկել, լավ է, սխալ եք արել։ Բարտահայտ հարցը, բա ինչի համար ենք երեք պատրաստում։ Ինչի համար ենք շուտ պատրաստում, արտահայտ հարցը հրակարգ մտնում է կամ արտահայտ կամ 7 օր շուտ։ Ընթացքը ինչ որ հրատապարացանցում է, դες բաներ չկա ունենք։ Ես ինչ եմ ուզում ասել, բերեք բոլորը մեր աշխատանքը ճիշտ անենք, բոլորս էլ կարանք սխալվել։ Դե չի, եթե մարդը մի անգամ սխալվում է, ամեն անգամ տված այդ մարդու երեսով։ Չեք տալիս ուղղակի մեր մտածում ենք ոչ մի բան ոթուն քվեր չի։ Դե չեմ ասում որոշում ա դրված։ Ամբողջ բյուջետավորման, մասնակցային բյուջետավորման գործընթացը կազմակերպվել է այդ կարգի համաձայն։ Այդ կարգի համաձայն։ Եթե փոփոխություն են արել ենք այդ հարցերում, որը որ դուք ասում եք օրենքից դուրս է, ձեր Կերմիրզյանը նոր ներկայացրեց, որ ինքը սոցիալական խնդիր ներկայացրեց։ Չէ, օրինակ։ Ձեր կերպարում չկար, միայն դա փոխեցինք, որ դա մնացածը մեր կարծիքները հայտնեցինք։ Որ օրինակ հարց է ներկայացվել 120,000։ Դա մեր առաջարկում է օրենքից դուրս։ 120,000 դրամ հանցավճար եթե ներկայացվել է հարց, ինքը պետք է քվեարկվի։ Կամ պետք է չքվեարկվի։ Դա կազմակերպչական։ Չէ, վերեք այդ Մեջա, ավականու նիստը նրա համար է, որ բոլորն իրենց կարծիքները հայտնեն, ոչ թե ձեր Ավականու նիստը մեծամասնականի, մամամասնականի տարբերությունը բավականին մեծ է, ես հասկանում եմ, դուք երկար ժամանակ համայնքային հավաքվել եք, հատկապես մեծամասնական շրջանում։ Այն ժամանակ մի քիչ ուրիշ է, համամասնականի դեպքում մի քիչ ուրիշ է, լավ չտավալ ենք, ես համիստեր եմ, մի քիչ էլ ոնց որ ասում եմ մեր ավականու այդ դերը ու իր զորությունը ու իր ռիսկն էլ պահեք, խնդիր չկա։ Եթե հանկարծ սխալվում եք, ոչինչ, ինչ է։ Իրան բոլորը գտնան Այս տերմայի հարումով նորաշինյան հարկեցիք, որ հայմուսանը մատսուսան։ Դե եթե մենք սխալվել ենք այդ ժամանակ ուղեիք, լուկասեիք, որ չի կարելի դες բանան։ Դե հիմա եթե մենք վերահսկողությունը կառավարության կողմից անելու, որը օրենքի սահմանված կարգով է։ Որ ավականու որոշումը խնդրում եմ քվեարկեք, ովքեր են կողմ։ Դեմ
Ձեռնպահ Շնորհակալություն։ Վերջի հարցը երևի վերջի հարցի համար Ուրեմն Դավուշի մարզի վեր համայնքի ավարտունի 7-րդ նստաշրջանի հերթական նիստը գումարման որ ժամ սահմանել 26 թվականի ապրիլի 16-ը ժամը 16:00 Ապրիլի 16 ժամը 16:00 Դեմ ձեռնպահ չունենք, շնորհակալություն մասնակցության համար